Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը Ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Վկանտակցիում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակցիում ենք։ Ես վայրենին ով ա։ Ուր ա տղետ։ Տաննա։ Չհասկացա, ես ինչ պահվածք ա։ Դու արցիս պատասխանի։ Դա վարի գնանք ստեղից։ Ես միջև աբու դրան չտենամ ոչ միտեղ չեմ գնալու։ Ուր է Սարա։ Ռաֆ, այն բախտում։ Դու իրավունք չունես իմ տան մեջ քեզ պահելու։ Որտեղ ես բախտում ա։ Աբուլ, ես ինչ է ստեղ կատարվում։ Եթե դու հենց հիմա այստեղից չգնաս, ես իմ քայլերի համար պատասխանատու չեմ։ Ոնց որ տղետ։ Դավ ճանապարհին դու ինձ ինչ խոստացար։ Հենց հիմա կանչի թող տղետ գաստե թե չէ։ Թե չէ ինչ։ Ինչ ես անում։ Լրիվից ապուշի տեղեք դրե։ Հեսա կիմանաս ինչ։ Ռաֆ, ուր ես այդտեղ այանն ասում։ Չես կարող ինձ փախնես, մեկա գտնելու եմ քեզ։ Մի հատ ձայնդ իջացրու իմ տան մեջ։ Ռաֆ, հենց հիմա արիստեղ։ Հանգստացի տղա ջան քեզ ասում եմ։ Դու իմ տան մեջ ես գտնվում։ Ես գտնելու եմ ձեր տղուն, ինքը պատասխանա տալու իր սաղ արածների համար։ Հանգստացի քեզ ասում։ Ես հանգիստ եմ։ Հա տղես։ Չեմ խանգարում։ Չէ, ասա, հոբան չի եղել։ Էդ ինչ ձեներա։ Որ խնդրեմ կգաք Լիլիթ հեսում։ Դավիթն էլ այ հիմա այստեղ խառը իրավիճակ ա ստեղծել, չգիտեմ ինչ անեմ։ Գալիս եմ։ Լավ։ Գալիս է։ Մարիա, ես էլ չեմ դիմանում։ Ես կես ժամից քեզ կսպասեմ ձեր տան մոտի այգում։ Մենք անպայման պիտի խոսենք։ Քո հետ մի բան կատարվում է, ես զգում եմ, ինչ չես կարող խապես։ Մարիա, ես էլ չեմ դիմանում։ Ես կես ժամից քեզ կսպասեմ ձեր տան մոտի այգում։ Մենք անպայման պիտի խոսենք։ Քո հետ մի բան կատարվում է, ես զգում եմ, ինչ չես կարող խապես։ Լավան, կգամ։ Մարիա, դուրս ես գալիս։ Հա, մամ, պետք է Անին տեսնեմ։ Մարիա, ճիշտն ասած, ես ուզում եի խոսեի քո հետ։ Մի փոքր անհանգիստ եմ։ Ինչ կար ասեցի, մամ, այլ նոր բան չկա ավելացնելու համար։ Չէ, Մարիա, ես ուղղակի չեմ պատկերացնում։ Դու ոնց կարող էիր այդ քայլին գնալ։ Ոնց կարող էիր իմ հետ չխոսել, չկիսվեիր։ Ախր ես քեզ թույլ չէի տա, ես քեզ այդ ամեն ինչից հեռու կպահեի։ Մարիա, ինչ ճիշտն ասա։ Ինչ որ մեկն է քեզ խորհուրդ տվել, որ դու նման քայլի գնաս։ Ինչ որ մեկն է քեզ ասել։ Ինքը քո տարբերակի մեջ չի խորացել, չի ասել, որ Մարիա ջան, դու սխալ ես անում, մի արա։ Ամեն ինչում մեղավորը ես եմ, մամ։ Մեղավորներ իզուր մի փնտրիր։ Մարիա, ես չեմ պատկերացնում, որ դու այսքան անհեռատես ես եղել։ Ախր դու միշտ կիսվում ես մեզ հետ։ Ինչ որ մի քայլ անելուց առաջ ասում ես, խոսում ենք իրար հետ։ Ինչ է քեզ խանգարեց այս անգամ, Մարիա։ Ման վախեցա։ Վախեցա, որ Ռաֆը ամեն ինչ կիմանա ու ես իրեն չեմ կարողանա բացահայտել։ Մարիա, իսկ եթե Ռաֆը քեզ վնասեր։ Մամ, ինչ կարող էր լինել, արդեն եղել է։ Ու Դավիթն էլ ինձ չհասկացավ, հետոն էլ չգիտեմ ինչ կլինի։ Ես շատ լավ հասկանում եմ Դավիթին։ Ու նորմալ է, որ Դավիթը բարկացավ։ Մենք բոլորս ենք բարկացած Մարիա քո վրա։ Ես այդ պահին իմ մասին չեմ մտածել, մամ։ Ես Դավիթի մասին էի մենակ մտածում։ Ու վստահ եմ, որ եթե ինչ-որ մի բան լինի, ես նորից նույն իրավիճակում հայտնվեմ, նորից նույնը կանեմ։ Որովհետև երբ սիրում ես, ամեն ինչի պատրաստ ես։
Հանուն այդ մարդուն ամեն ինչի պատրաստ ես, ամեն ինչ կանեմ ես, որ կարողանամ Դավիթին օգնել։ Ես հենց հիմա ոստիկանություն կկանչեմ։ Դու առանց իրավունքի մտել ես իմ տուն, խուզարկություն ես անում։ Զանգի ասա Դավիթը ստեղ քեզ ա սպասում, զանգի ասում եմ։ Էն ինչ կհրամա ես, տղա ջան։ Դավիթ, խնդրում եմ, գնա։ Իրավիճակ ավելի մի բարդացրեք։ Դա հանգստացի, լավ բան չես անում, ես մենակ քեզ ա վնասում։ Ես միջև այդ լակոտին չգտնեմ աբուլստեղից դեղ չեմ գնալու, զանգի ասում եմ։ Դե հերիք եղավ։ Ես ինչ անդաստիրակ պահվածք ա։ Մամ, խնդրում եմ, դու էլ մի քիչ հանգստացի, հանդուրժի, տեսնում ես, որ բարկացած ա։ Ես վախենում եմ արդեն։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում, ես քո հարցերը կլուծեմ ու հենց հիմա կլուծեմ, եղավ։ Իմ տանը դեռ ոչ ոք իրան էսպես չէր պահել։ Կարիք չկա նման բան անելու։ Էդ ես կորոշեմ։ Հələ մի րոպե։ Էս ինչ է ստեղ կատարվում։ Ինչ է ստեղ կատարվում։ Նայ քո համար հյուտ եմ բերել, որ գոնե մի քիչ տրամադրությունդ բարձանա։ Ապրեսան, բայց չեմ կարծում, որ ես օգնի։ Այ հիմա պատմի։ Պատմի տեսնեմ ինչ է կատարվում։ Անենքան բան ա եղել, որ չգիտեմ էլ որտեղից սկսեմ։ Ոչինչ, ես ընդհանրապես չեմ շտապում, դու մանրամասն պատմի։ Ռաֆը երեկ իմ հանդեպ շատ վատ ա վարվել։ Այսինքն։ Երեկ երեկոյան զանգեց ու խնդրեց, որ հանդիպենք։ Խնդրում եմ էլի մենակ չասես, որ գնացել ես, Մարիա, մենակ չասես։ Անհենց էտա, որ գնացել եմ։ Ու ինձ թվում էր, որ Ռաֆը ոչ մի բան չի հասկանա, բայց թերագնահատել եմ իրեն։ Ինքը ամեն ինչ հասկացել է ու ավելին ասեմ, ոնց ես եմ փորձել իրենից ինչ-որ բան իմանալ, այնպես էլ ինքն է փորձել ինձնից ինչ-որ բան իմանալ։ Ասա տեսնեմ ինչ ար այդ հիմար Ռաֆը էս անգամ։ Մարիա։ Մարիա, խոսա, հիմա սիրտս կպայտի ինչ ար է։ Ռուբեն կամ Փեսա այդ կարգի ես հրավիրում, կամ ես ինքս դա կանեմ։ Ալլա մի հատ հանգստացի։ Դուք էլ դուրս անցեք։ Ես տեղից ոչ միտեղ չեմ գնալու, մինչև Ռաֆին չզանգի։ Դավ գնում ենք ստեղից ու հենց հիմա։ Զանգի ասում եմ։ Դավիթ, դու արդեն քո բոլոր չափերը անցնում ես։ Դու գիտես, որ սա իմ ընկերոջ տունն է։ Գիտես։ Այս մարդիկ ինչ մեղք ունեն Ռաֆի արածների համար։ Ես իրանցից Ռաֆի արածների համար ոչ էլ պատասխան եմ ուզում։ Ուզում եմ տղու տեղն ասի, ես կգտնեմ դրան։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում, եթե հանկարծ Ռաֆիս գլխից մի մաս պակասել, դու կհայտնվես անազատության մեջ, տղա ջան։ Մի հատ կլինի բոլորդ լռեք։ Ռուբեն կներես, բայց ինքն է ներխուժել իմ տուն, ու ինձ սպառնում է։ Ես հիմք ունեմ, չէ՞ բողոքելու։ Աբուլ, Դավիթ, դուրս եկեք ու ինձ սպասեք։ Ես Ռաֆիդ գտնելու եմ ու հավատա այդ ժամանակ շատ ավելի վատ է լինելու իր համար։ Այսինքն դու ամբողջ գիշեր այդ ավտոտնակում ես անցկացրել։ Հա, դու պատկերացնում ես, եթե Դավիթ իմ կյանքում չհայտնվեր, ես այդ հրեշի հետ էի ամուսնանալու։ Ու Աստված գիտի, թե իմ գլխին էլ ինչ էր գալու։ Ախր ես քեզ այդքան ասեցի, այդքան խնդրեցի, որ պատմես Աբուլին։ Գոնե պապայիդ պատմեիր։ Դու ինչ չլսեցիր, Մարիա։ Ան դու շատ լավ գիտես, թե ինչի ես այդ քայլին չեմ գնացել։ Դուք Ռաֆին չեք ճանաչում։ Եթե ինքը իմ քայլերից է ինչ-որ բան հասկացել, ուրեմն երբ Աբուլն ու պապան իմանային,
ամեն ինչ կհասկանար։ Ու ջրից չոր դուրս կգար, իսկ Դավիթը Իսկ Դավիթը ինչ։ ան Դավիթին կդատեին։ Դավիթի դեմ գործ կհարուցեին ու գործը կհասներ դատարան։ Եթե մենք բոլորս միասին խառնվենք իրար, Ռաֆը ամեն ինչ կհասկանա։ Գլխի կընկնի ու իրեն կապահովագրի։ Դավիթը հիմա ինձ չի հասկանում, բայց ինչ արել եմ իր համար եմ արել։ Ուղղակի շատ վատ տարբերակ ես ընտրել օգնելու համար։ Ես սկզբանե դեմ էի։ Պարզա որ հիմա նեղանալու է ինքը։ Քո արածը քո դուրն եկավ։ Բա ինչ անեմ, Աբուլ։ Նստեմ նայեմ թե էլ ինչ անելու Ռաֆը։ Քեզ ոչ մեկ չի ասում նստես հանգիստ սպասես, բայց այս մարդկանց տունը քանդելով սես վատ պայլով ինչ-որ բան ստացար, գտար Ռաֆին։ Դու նույնիսկ հաշվի չառար, որ իմ սիրած աղջիկը Լիլիթ այնտեղ կանգնած վախից լացում է։ Իսկ իմ սիրած աղջիկը Աբուլ մի ամբողջ գիշեր տանը չի եղել ու առավոտը շատ վատ վիճակում հասել է հիվանդանոց։ Ու այդ ամեն ինչը Ռաֆի պատճառով է եղել։ Ես ինչքան էլ ուզեի չէի կարողանալու ինձ տիրապետել, հասկանում ես։ Ամենայն դեպս դու քեզ շատ վատ պայծիր։ Աբուլ ես դրան պետք է գտնեմ։ Ու ինքը իր արածների համար պիտի պատասխան տա։ Ինչքան աչք փակեցի դրա արածների վրա, ավելի շատ կատաղեց։ Տենց ճիշտ չի, աղբերս, ճիշտ չի։ Կգտնես, բայց հիմա մի քիչ հանգստացի, դեմքիդ գույն չկա։ Դու ես չէ Ռուբենին կանչել։ Բարձա։ Այն չանեի։ Թողնեի նորից նոր փորձանք բերեիր գլխիդ, առանց հետել ուզում էր զանգեր ոստիկանություն։ Աբուլ ես ոչ մի բանից չեմ վախենում, ինչ ուզում են թող անեն։ Սրանից հետո հանկարծ Ռուբենին իմ հարցերի մեջ չխառնես, ես էլ արդեն ոնց որ երկրորդ անգամ եմ քեզ զգուշացնում, Աբուլ։ Հա, քո ասածն է։ Բան չունեմ ասելու ալա։ Դավիթը իրան սխալ պահեց։ Ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում։ Մենք այն հարաբերությունների մեջ չենք, որ դու իր փոխարեն ներողություն խնդրես Ռուբեն։ Բայց ասեմ, եթե չգայիր, ես հաստատ ոստիկանություն էի կանչելու։ Իրավունքը քոնն է, ոնց կուզեիր, տենց էլ կանեիր։ Բայց այնց էլ չի, որ Դավիթը անիմաստ տեղ է եկել այստեղ գոր կրացել է եւ այլն եւ այլն։ Իրան վատա պահել, համաձայն եմ։ Բայց տեղ ուներ։ Ու ո՞րն է այդ տեղը։ Ալա, այն որ ես հիմա ինձ այս տան մեջ հարազատի նման եմ պահում, այդ մենակ Աշոտի հիշատակի շնորհիվ է։ Որովհետև Ռաֆը իր պահվածքով մեր ընտանիքների այսքան տարվա մտերմության վերջակետը արդեն վաղուց դրել է։ Այսինքն իմ աղջկան գիշերով տարել է մինչև լույս, չգիտես որտեղ պահել է։ Ինչեր ես խոսում, Ռուբեն։ Ռաֆը առավոտը քնած էր, ես նույնիսկ Լիլիթին նկար եմ ուղարկել։ Այդ որ Ռաֆը տանը քնած է եղել, այդ դեռ չի նշանակում, որ ինքը իմ աղջկա անհետացման հետ կապ չունի։ Փառք Աստծո, ես իմ աղջկան գտել եմ։ Ամեն ինչ նորմալ է, բայց Ռաֆը էս իր արածի համար անձամբ ինձ է պատասխան տալու, անձամբ ինձ։ Հա մի բան էլ։ Եթե ուզում ես բողոք ներկայացնես Դավիթի դեմ, կամ վախացնում ես դրանով, ասեմ, որ Ռաֆը շատ ավելի լուրջ հանցագործություն է կատարել, որի մասին ես ալլա լռում եմ։ Հիմա ինչ իրար չեք խոսում, հա։ Արդեն 3 ժամ կլինի, ոչ գրելա, ոչ էլ զանգել։ Մեր տնից էլ այնքան նեղված գնաց, որ նույնիսկ բացատրություններս մինչև վերջ չլսեց։ Դե պարզա Դավիթին էլ հասկանալ կլինի։ Մարիա ջան, ախր դու չպետք է մտներ այդ Ռաֆի կեղտոտ խաղերի մեջ։ Ան որ հիմա բոլորդ նույն բանն եք անընդհատ կրկնում, ձեզ թվում է ինչ-որ բան է փոխվում։ Հերիք այլ չեմ դիմանում։ Լավ, հանգստացի։ Ամեն դեպքում հիմա դուք Դավիթի հետ այդ մուկն ու կատու խաղալու ժամանակը չունեք։ Հազիվ Դավիթին բաց են թողել։
Միակ բանը, որ դուք հիմա պիտի անեիք, սենց իրար գրկած ֆրֆռայիք ձեր համար, վերջ։ Ես չեմ հասկանում։ Իրոք չեմ հասկանում, ինչի՞ է, որ մի լավ բան լինում է, հետևից պարտադիր վատն էլ է լինում։ Էլ չեմ դիմանում, ան։ Իա, հիաստափվել, հոգնել, էլի ես շատ գիտեմ ինչ, թևաթափ լինել, չկա Մարիա ջան, վերջ, մոռացի։ Այս անգամ դու ես մեղավոր։ Դրա համար դու պետքա շատ սիրում Դավիթի սիրտը շահես։ Ան, բայց ոնց։ Դավիթի հետ խոսել չի լինում։ Ոչինչ, դու իրան զանգի, ասա, որ գժի նման կարոտել ես ու ուզում ես հանդիպես։ Ան, վախենում եմ։ Լավ էլի Մարիա։ Սա ես պիտի ձեր տեղը անեմ։ Մեկում լինի իմ մասին մտածի։ Տեսար։ Ես քեզ հիմա ոչ մի բան չեմ ասի, Դավիթ, որովհետև եթե խոսեմ, շատ վատ եմ խոսելու հետդ։ Ես արածս ոչ մի քայլի համար չեմ փոշմանում։ Ու այդ շատ վատ է, որ չես փոշմանում, որովհետև եթե ես մի քիչ էլ ուշ հասնեի, գլխիդ նոր փորձանք էիր բերելու։ Էս ի՞նչ է հետդ կատարվում։ Էս ի՞նչ խայտարակ վիճակում ես։ Քեզանից չի, Դավիթ։ Ես քեզանից չէի սպասում։ Կներեք։ Ես այս ամեն ինչը չեմ ասում, որ ինձանից ներողություն խնդրես, Աբուլ։ Ինձ ոչ քո ներողությունն է հարկավոր, ոչ էլ քո, Դավիթ։ Ուղղակի հարազատի նման նկատողություն եմ անում, այդ հասկացեք։ Իսկ ինչ վերաբերվում է Ռաֆին, Դավիթ, ոչ մի քայլ չես ձեռնարկելու։ Ինչ։ Մարդը գա նշանածից տնից հանի, ես իմ ուր տանի ու ես ոչ մի բան չանեմ։ Հիմա որ տենաս իրան, տակ իրար սպանեք, ինչը տա փոխվելու, ինչ ես դրանով փոխելու։ Ես այդ մարդուն հարցեր ունեմ տալու։ Եթե ինքը իմ հարցերին չպատասխանի, նոր կհասկանամ ինչ անեմ։ Լավ, եկեք սենց ենք անում։ Հիմա ձեզ տանում եմ տուն, մի քիչ հանգստացեք։ Կհանգստանաս, հետո կգաս մոտս։ Կարաս վաղը գաս։ Անպայման կգաս։ Խոսալու բան ունեմ, բայց մի բան լավ հիշի, որ այս մարդիկ Ռաֆի արասների մեջ ոչ մի մեղք չունեն։ Շատ լավ։ Ալո, Մար ոնց ես բալես։ լավ եմ, դու։ Չեմ խափի, ահա որ վախեցած եմ։ Լավ գիտես ինչ եմ խոսում։ Ես հետո կգամ կխոսենք, լավ։ Լավ բալես, բայց չմոռանաս, որ գալու ես։ Լավ։ Ան, արի գնանք։ Լավ, արի գնանք, Բայց չկա ան։ Ամեն ինչ նորմալ է կանցնի։ Մեռնում եմ։ Խմի ես։ Չէ, դու տեսար այդ անդաստիրակի պահվածքը, տեսար։ Մամ, դու հիմա ներվայնացած ես։ Ճիշտ կլինի ուղակի հանգստանաս ու ուրիշ բանի մասին մտածես։ Ես չեմ կարա հանգստանամ, Լիլիթ։ Ես չեմ կարա, չես հասկանում։ Դու տեսար դրա պահվածքը, դրա անդաստիրակ պահվածքը, հերիք չի եկել այն տուն, մի հատ էլ գոռում է իմ վրա, ու մի հատ էլ սպառնում է իմ տղուն, դրան տես։ Դու հիմա հասկացար, դու հասկացար, թե ում համար ես ընտանիքի դեմ գնում, աղջիկ ջան։ Դրանք երկուսն էլ նույն սանրի կտավն են, անդաստիրակ փողոցային, ու ոչ մի տարբերություն չկա իրանց մեջ, ասեմ քեզ իմանաս։
կապ չունի, որ ինքը Ռուբենի տղան է։ Ինքը փողոցային ու անդաստիարակ ընտանիքում է մեծացել։ Մամ կլինի թե մամ փոխես։ Չէ, չի լինի։ Ու ես քեզ ասեմ, ու վերջնական եմ ասում։ Ես արգելում եմ դու այդ փողոցայինի հետ շփվես։ Մամ գիտես ինչ կա։ Նենց չի որ Ռաֆը անմեղ է, ու այդ մեղադրանքները անհիմն էին։ Դու ինքդ քո ականջով լսեցիր թե Ռաֆը մեղավոր է թե անմեղ քո աղբերն է։ Ու Ռաֆը երբեք իրան թույլ չի տա այսպես պահել։ Ինքը չի մտնի ուրիշի տուն ու այսպես անդաստիրակ պահվածք ունենա։ Մամ, ես քեզ արդեն ասեցի։ Ես դեմ եմ, որ դու շփվես այդ փողոցայինի հետ։ Լսեցիր ինձ։ Ու ասեմ քեզ, կապ չունի, որ ինքը Ռուբենի տղան է։ Ասեմ ավելին, առավել եւս, որ Ռուբենի տղան է, չես շփվելու հետը։ Ես քեզ բաներ ասեցի Լիլիթ աղջիկ։ Այ մեռնում եմ։ Գոհես քեզանից։ Ահ, որպես մի սկսյավոր։ Համ քեզ խայտարը կարեցիր, համ էլ ինձ։ Այդքան անհանգստանում ես, թե Ռաֆի մաման քո մասին ինչ կմտածի։ Ես թքած ունեմ, թե Ռաֆի մաման իմ մասին ինչ կմտածի։ Ես Լիլիթի մասին եմ մտածում։ Ես Լիլիթին ամեն ինչ կբացատրեմ հանգստեղի։ Հա, Դավիթ, Զանգել էիր։ նոր նկատեցիր։ Հա, հենց նոր ժամանակ ունեցա ազատ։ Ինչ է զանգել։ Այսինքն դու իմ համար ազատ ժամանակ չունես։ Դե ոնց ասեմ, մարդ որ հիասթափվում է, սկսում է կտրուկ փոխվել, չգիտես։ Դավիթ, կլինի հանդիպենք ու նորմալ խոսենք, իրար հասկանանք։ Ինձ ինչ պետք է, ես արդեն հասկացել եմ։ Հիմա ուր ես։ Էլի եկել է հետևիցդ։ Դե գիշերը էլի դրա համար եմ ասում։ Դուք միշտ գիշերով եք, չէ՞ հանդիպում։ Բարի գիշեր։ Պապ, ես հիմա գնում եմ մամայի մոտ, չանհանգստանաս, լավ։ Էս բամարյան ուրա։ Հա տեղյակ եմ որ տանը չի, մի քիչ հետո կգանուն։ Չհասկացա։ Էս գախնիկա։ Ես չպետք է իմանամ թե իմ երեխեն ուրա։ Գլուխս ցավում է, սուրճ կտասխանեմ։ Էս էլ հարցից խուսափելու նոր տարբերակ է փաստորեն։ Նոնա, մի քիչ հետո կգա տուն։ Մար, բալես խոսի, ինչ եկել ես լացում ես, ասա տեսնեմ ինչ է եղել։ Մամ, ենքան վատ եմ։ Մար, տակ ես, միած սպասի տեղ բերեմ։ Չէ։ Իմ ներսն ա ցավում, մամ, իմ ներսն ա վատ։ Դավիթը ամեն ինչ իմացել ա, բոլորն են ամեն ինչ իմացել։ Հետո Ինձ ոչ մեկը չի հասկանում։ Բոլորը մենակ մեղադրում են։ Բայց դու շատ լավ գիտես, ես ինչի եմ այդ քայլին գնացել։ Դու գիտես, թե ես ինչի եմ Ռաֆի հետ շփվել։ Կռվել ես Դավիթի հետ։
Համամ։ Այնքան վատ հետս խոսած, որ հիշում եմ սիրտս կտոր-կտորա լինում։ Բալես հիմա հանգստացի ու միլացի։ Մենք միասին կխոսենք Դավիթի հետ, կբացատրենք։ Դավիթը ոչ մեկին չլսի։ Ես եմ մեղավոր։ Ես չպիտի քեզ լսեի, մոր։ Ես պիտի քեզ ցույց չտայի։ Մամ, ես քեզ չեմ մեղադրում։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում։ Ես այդ քայլին գիտակցաբար եմ գնացել, գիտեմ, որ վտանգավոր էր քայլս։ Բայց այդ պահին մտքումս բացի Դավիթին օգնելուց ուրիշ ոչ մի բան չկար։ Գիտեմ, բալես, գիտեմ։ Բայց ինձ ոչ մեկ չի հասկանում։ Նույնիսկ պապան։ Ես կխոսեմ Ռուբենի հետ։ Կբացատրեմ։ Բայց դու չպետք է թուլանաս, մար։ Դու քեզ չպետք է տանջես։ Դու ինչ արել ես, հանուն սիրո ես արել։ Չմտածես ես հիմա արդարացնում եմ մեր քայլը։ Բայց չեմ էլ մեղադրում։ Այն ինչ որ դու արել ես, շատ մեծ սիրո դրսևորում համար։ Բայց այս շատ էր, մամ։ Դավիթը ինձ չի ների։ Կների, մար։ Եթե սիրում է, կների։ Դու ինչ արել ես հանուն սիրո ես արել, ես հո գիտեմ էդ ինչա։ Ես ժամանակին ոչ մի բան չարեցի իմ սիրո համար, արդյունքում տեսար հիմա ինչ որ եմ։ Դավիթը ուղղակի պետքա դադարի մտածել ճիշտ ու սխալի մասին։ Ինքը քեզ կհասկանա։ Իսկ եթե չդադարի մտածել, Դավիթը սիրում է, որ ամեն ինչ ճիշտ է լինում։ Մար հանուն սիրո մեկ արժի սխալվել։ Իրոք արժի։ Լիլ, կներես, ես պետքա թույլ չտայի, որ քո աչքի առաջ նման բան տեղի ունենար։ Կներես։ Ուր ես տղա ջան, ուր ես։ Չգնաս։ Էստեղից խոսամ։ Ալո, Ռուբեն կներես, որ ես ժամին եմ զանգում։ նորմալ է, հո բան չի եղել։ Չէ, բան չի եղել, ուղղակի ուզում էի ասեի, որ երեխեն իմ մոտ է։ Քնելա չեմ ուզում արթնացնեմ։ Վաղը կգա։ Լավ, դες գուշ եղեք։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ու երբ է գալու Մարիան։ Նոնա,
Քեզ թվում է ես չի հասկացա, որ երեխան Օֆելիայի մոտ է։ Ռուբեն, քո լռությունը ավելի շատ բան ասում, քան թե դու պատկերացնում ես։ Դե բա ոնց, ու Մարիան չեմ որ գաց դիմացս կանգնես։ Նոնա, Մարիան այսօր Օֆայի մոտ է մնալու։ Քնել է արդեն, Օֆան էլ չի ուզում արթնացնի։ Հենց հիմա զանգի Մարիային ու ասա, որ տուն գա։ Չես լսում ինչ եմ ասում։ Երեխան քնած է արդեն։ Հետո ինչ որ քնած է Ռուբեն։ Ասա թող տուն գա։ Հիմա էլ այդ կինը հիշելա, որ մայր է, հա։ Խնդրում եմ էլի նոն, խնդրում եմ։ Ինձ այդքան խնդրելու փոխարեն ավելի լավ է դու Օֆելիային խնդրես։ Խնդրես, որ Մարիայից հեռու մնա ու սխալ ճանապարհի վրա չկանգնացնի իմ երեխուն, հասկացար։ Ես իմ համար չեմ ասում։ Ես Մարիայի համար եմ ասում։ Ու չմտածես, թե ես քեզ խանդում եմ։ Այդ ամեն ինչը վաղուց մեր մեջ մարել է, Ռուբեն։ Օֆելիան Մարիային սխալ ճանապարհի վրա է կանգնացնում ու սխալ խորհուրդներ է տալիս իմ երեխուն։ Ինչ ես խոսում, չեմ հասկանում։ Դու գիտեիր, որ Ռաֆն ու Մարիան հանդիպում են իրար հետ։ Ու այդ ամեն ինչը Օֆելիայի խորհրդով է։ Չհասկացամ, այդ նորմալ կբացատրես, բան հասկանամ։ Այս ամեն ինչը Օֆայի սարքածն է, Ռուբեն։ Ուրիշ վատաբանելու տարբերակ չգտար նոնա։ Հենց էս պետք է ընտրեիր։ Դե պարզ է, որ դու ինձ չէիր հավատալու։ Բայց հիմա ես քեզ այն ինչ ասում եմ, այդ ամեն ինչ ինձ Օֆան ասե։ Օֆանը Մարիային խորհուրդ տվե, որ Ռաֆի հետ խաղի մեջ մտնի ու այդ ձևով հասնի ճշմարտությանը։ Այդ իր կեղտոտ մեթոդները հիմա ինքը Մարիային է սովորեցնում։ Հերու պահի Մարիային Օֆելիայից։ Նոնա, այն ինչ հիմա դու ինձ ասում ես, ես քեզ չեմ հավատում։ Չեմ էլ կարա հավատամ։ Ես հասկանում եմ քեզ։ Հասկանում եմ քո լարվածությունը։ Բայց խնդրում եմ, արի ամեն ինչ չափի մեջ։ Էս չի քո սիրելիի համարը։ Էս ամեն ինչը ինքն է ինձ ասել։ Եթե չես հավատում, դու կարաս զանգես իրան ու իրանից իմանաս։ Զանգիր ու իրանից հարցրու։ Ինքը տեղյակ է եղել Ռաֆի ու Մարիայի կապի մասին, թե չէ։ Ռուբեն, ասում եմ, ինքը ինձ վախեցած էր զանգել։ Զանգեց ու ինքը ինձ այդ ամեն ինչը պատմեց։ Ասեց, որ քեզ փոխանցեմ, որ դու իմանաս Մարիային որտեղ փնտրես։